Արագացրեք։ Արագ։ Արագ, մի քիչ էլ, վազում ենք, արագ։ Տաթե։ Ինչ ա եղել։ Լսի, բան պետք է հարցնեմ քեզ։ Ասա։ Ուղղակի չգիտեմ, անհարմար եմ զգում մի տեսակ։ Անհարմարից գաս, ինչ ա եղել։ Լսի, այն տղայի մասին եմ ուզում հարցնեմ։ Ինչ տղա։ Այն, որ եկել էր Գրիգորյանի մոտ, Սառայի ծանոթը։ Արվանի։ Հա, ինչ ա եղել։ Լսի, ինչ ա մոկրելի, ա։ Աշխեն։ Հա, ինչ, չկիսվեմ քեզ հետ։ Լսի, ինչ տեսել եմ, մտքիցս դուրս չի գալիս։ Դու ինչ գիտես իր մասին։ Ոչ մի բան տենց, առանձնապես չեմ ճանաչում։ Տեսնես էլ երբ կգա։ Մամ, դե լավ, ասա ինչը տանենք, ինչը թողնենք։ Ես չգիտեմ։ Մամ, բայց դու ինձ ասա, գոնե գնամ շորերը հավաքեմ։ Թող ամեն ինչ մնա այնց ոնց որ կա։ Հա, մամ, բայց առաջին անհրաժեշտության բաները պիտի տանենք, չէ՞։ Ունենց ես խառնվել իրար, ոնց որ երկրից են գնում։ Մեր տունն է էլի։ Թող մնա այնց ոնց որ կա։ Երբ որ ինչ որ բան պետք լինի, կգանք կվերցնենք։ Մամ, ախր նենց բաներ կան, որ չի կարելի թողել։ Չէ, բալես։ Ինձ ոչ մի բան հետաքրքիր չի։ Չես հասկանում, սիրտ չունեմ։ Մամ, ուզում եմ քեզ մի բան խնդրեմ։ Արի գնանք միտեղ հանգստանանք, ինչ կլինի։ Անընդհատ նույն բանն ես ասում։ Չեմ ուզում, չես հասկանում։ Որովհետև տեսնում եմ, որ քո վիճակը լավ չի։ Լավ։ Լուրջ։ Կատակ ես անում, թե լուրջ ես ասում։ Չէ, կատակ չեմ անում, լավ։ Լավ, մամ, ուրեմն հենց հիմա գնում եմ հետաքրքրվեմ, թե որտեղ կարելի է գնալ։ Արման, հազիվ։ Ոնց ես։ Լավ, դու ոնց ես։ Նորմալ։ Սենց չի կարելի, կարոտում ենք, չէ։ Էլի սկսեցիր բողոքել։ Արսեն ուր է։ Վերևում են։ Իսկ պապան։ Պապատ գնացել է օֆիս։ Պարզը։ Գիտես, մամային համոզել եմ 2 օրով տեղ եմ տանելու։ Ուր եք գնում։ Չգիտեմ, քաղաքից դուրս ինչ-որ հանգստյան տուն։ Շատ լավ գաղափար է։ Լուսի, քաղաքից հեռու ոչ միտեղ չեմ գա։ Ինչ-որ մոտիկ տեղ, մի 2 օրով։ Այն էլ նրա համար, որ սիրտդ չկոտրեմ։ Լավ, դա ես գնամ։ Մենք պետք է խոսենք ում։ Խոսենք տղես։ Շեֆ ջան։ Հա, ինչ կա մեր գործերից։ Ցավը տանեմ ոնց գծել ենք, հալածյուղի պես էթմա։ Դու տենց էլ պետք լինի։ Ադամը թող իրան պատեպատ խփի։ Կգտնի, կուրախանա։ Չէ, ցավը տանեմ, հաստատ ոչ մի բան չի կարա գտնի։ Գնացել այն քննիչի մոտ տուպիկի ադամը, տվել այն գյադուքի բերա ոშմ ջարդ է այլանդակ է գցել ամիկում։ Լսի, հիմա մի հատ փաստաբան ես գտնում ու բողոքա գրում։ Թող այդ քննիչին հանեն դրան գործից։ Շեֆ ջան, արժի որ տենց խաղերի մեջ մտնենք։ Ասում արժի։ Անհրաժեշտ է։ Ինչի։ Լսի, Սերգեյ, կարաս ասես, ինչի ես ասենք դու նստած ըտե, բայց ոչ թե էս աթոռի վրա։ Գիտես ինչի։ Ասեմ, որտեվ ես հեռուն եմ տեսնում։ Մի քանի քայլ առաջ։ Ինչքան էս գործը խառնենք, այնքան մեր օգուտն է, այնքան ադամը կխառնվի իրար, հասկացար։ Այ հիմա հասկացա ցավը տանեմ։ Ամեն ինչ պետք է ինձ անենք, որ մեր վրա ոչ ոք չկասկածի։ Թող ադամին թվա, որ դու սա եկել հետքի վրա մարդասպանի։ Ու հենց որ մտածի, որ այդ մարդասպանը պարզվի, որ այդ չի։ Ու էլի թող հիասթափվի, խառնվի իրար։ Ախր շեֆ ջան, շատ լավ ես մտածել, ցավը տանեմ։
Դա կոչվում է նարկոմանների մոտ խաղ։ Դոզը տալիս ես, հետո թողում ես, հետո էլի ես տալի, թողում, մինչև բերե դոզից մեռնում են։ Նա ինչ որ է, դա հալած յուղի պես էդում է, դու ավելավ ասա այն գյադուց ինչ կա։ Շեֆ ջան, այդ գյադն հմի տունն է։ Բա դու ինչ ես տե նստած։ Գնամ մի բաները։ Ցավը տանեմ, այնքան պոչ կա դրա հետևից մանեկող։ Հիմա եթե մենք խառնվենք, սենց փաթաթելու ենք գցեն վզների սաղ։ Իմաստ ունի։ Վախում եմ, որ էդի բերանը կբացի։ Լալայան ջան, Արսենն ու էդի հանդիպել են։ Ոբշում ոնց որ խոսացե, հասկացել են իրար հետ։ Էդի մի անգամ արդեն ասել է իր։ Բա հիմա ցավը տանեմ, արժի նորից բզբզանք։ Պրինցիպի կարամ գոքորից ճշտեմ, որ ուզում ես։ Լսի, եթե այդ երկուսը իրար հանդիպել են ու լեզու են գտե, ավելի լավ է չբզբզենք, ավելի վատ կլինի։ Էս էլ ձեր սուրճ երեխեք ջան։ Մերսի մամ ջան։ Շնորհակալություն տիկինքներ։ Ես վաղ առավոտը գնում եմ առողջարան։ Համ կոթափողվի, համ կբուժվի։ Մենակ ես գնում։ Չէ, միասին ենք գնում։ Ինչ լավ ա տղես, տենց ավելի հանգիստ կլինեմ։ Մամ, որ ինձ երեխու տեղ չես դնում։ Տղես բայրեխա չես, բա ինչ ես, հն։ Մեծ մարդիկ ենք արդեն, մամ ջան։ Դուք ավելի լավ է հայկին իրեք դրեք։ Մի քանի օրվա բան, շատ բան պետք չի, մի քանի օրով են գնալու։ Հենց հիմա դնեմ հայկ ջան, հենց հիմա։ Մամ, հիմա պետք չի, նստած կոֆե ենք խմում, զրուցում ենք, հետո կդնես։ Դե որ տենց հա, ես գնամ, սեղանը պատրաստեմ, հաց ուտենք, լավ երեխեք ջան։ Այդ ուրիշ բան։ Եղավ տղես։ Շատ լավ, շատ լավ։ Պաստորեն վաղ առավոտյան։ Հադավ։ Արսեն, Աշոտի մարդիկ հենց նոր մտան քաղումաս։ Գիտեմ, Ալեքսը դրա պոչին է։ Պապատել էր ստեղ։ Հետո։ Սպանողին են բռնել։ Ես դրան պետք է տենամ։ Արդեն կալանավորել են։ Իմացի ինչքան են ուզում, ես դրա հետ անձամբ պետք է խոսամ։ Պապատ արդեն խոսացել է։ Ես պապայի հետ կհասկանամ այդ ամեն ինչ։ Բայց դու փորփրի։ Եթե վկային վերացրել են, էդի կամ ոչ մի բանից խաբար չի, կամ էլ հարիվի գլխին ուզեցել է սարքել, այդքան բան։ Եթե սրա վզից լավ բռնենք, կարող է ճիշտ իմանանք։ Ես ճշտումներ եմ անում, Արսեն ջան։ Ամեն ինչ արա, բայց պարզի։ Էդ էլ անում եմ։ Հա, հետո այդ Աշոտի Սերգեյին հետևեք։ Ոնց որ էդի է սաղ այդ Աշոտի լուրջ գործերով զբաղվում։ Հա դե աշ ձեռքն է։ Ժամանակն է աջ ձեռը ձախին նեղի։ Հասկացա։ Բայց որ իմացել եմ հերետը, քեզ էլ հորդ էլ։ Անկեղծ ասած ես քեզ 3 էի սպասում։ 3 չկարողացա գալ։ Հասկացա։ Դե որտեղից կարողանայիր գալ։ Աղջիկ ես բերել չէ։ 3 ոնց որ լավ բան չստացվեց մա։ Դե իհարկե լավ չէր։
Մորդ թողեցիր, գնացիր չգիտեմ ում ետևից։ Չգիտեմ ում չէ, Սարայի, անունը Սարայ է։ Իսկ ով է Սարան։ Շատ թանկ մարդ ինձ համար։ Այդ դեպքում բեր ներկայացրու, ծանոթացրու, իմանանք թե ով է Սարան ու ինչ գործ ունի քո տանը։ Այսուհետ իմ տանն ապրելու Սարան։ Հասկացա, որ ապրելու է քո տանը։ Իսկ կարելի է իմանալ ինչ կարգավիճակով։ Հյուրի, ընդամենը հյուրի կարգավիճակով մամ։ Ու կխնդրեի իմ հյուրի նկատմամբ հարգալից վերաբերվեք։ Այդ դեպքում զգուշացնեիր, որ հյուր ունես։ Իսկ ով է հյուրդ։ Ամերիկայից է եկել, ընկերուհիդ է, գործընկերուհիդ է։ Կարելի է իմանալ ով է քո հյուրը։ Մարդ, մամ, ընդամենը հասարակ մարդ, երեք էլ քեզ ասացի։ Ու մի բան էլ։ Քանի որ ժամանակավոր դեռ ապրելու անդեղ Սարան, կխնդրեմ, որ չգնաք իմ տուն։ Դուք միասին եք ապրելու։ Մամ։ Ինչ է տղես։ Չի կարելի իմանալ։ Կիմանաս, մամ։ Մամ, հավաքվել եք, տղեկին ասեմ գան իրերը տանեն։ Արսեն։ Հա, մամ։ Նստի ես։ Հա։ Դու Արմանի հետ խոսել ես։ Չէ, ինչ է եղել։ Դե աղջկա մասին էլի, որ իր տանն է ապրում։ Այ, մամ, դու էլի տարապում ես այդ աղջկա թեմայով։ Դավայ հավաքվի գնացինք։ Գնացինք։ Արման։ Լավ ես։ Լավ եմ։ Դու ոնց ես, ինչ ես անում։ Տուն եմ եկել, մենք էլ պատրաստվում ենք նոր տուն տեղափոխվենք։ Բոլորը իրերն են հավաքում, ես էլ փաստորեն այդքան էլ իր չունեմ։ Փաստորեն խառնեք։ Ես նման բան չասացի։ Բայց Ես 1 ժամից կգամ քո հետևից։ Արման, եթե հարմար չի, ոչինչ, թող մնա մի ուրիշ անգամ։ Մի ժամից, Արա։ Լավ։ Ես արդեն ուզում եմ վերադառնալ։ Սարա։ Ահա։ Ինձ էլ թվաց անջատել ես առողջը։ Չէ, մտքերով էի։ Իսկ ես կամ քո մտքերում։ Իհարկե։ Իսկ դու վաղուց արդեն իմ սրտում ես։ Արման։ Հասկացա, լավ։ Չեմ ամաչացնի։ Սարա։ Լավ, գալիս եմ։ Լավ։ Աշխեն ինձ մոտ արի։ Լսում եմ։ Աշխեն զանգի Լևոնին ասա թող շտապ մանկատուն գա։ Ներեցեք ում զանգեմ։ Քիթ կոկորտ բժշկին։ Հերթագրվի ու գնահակաժներդ մաքրելու։ Ընկեր Գրիգորյան չեմ հասկանում ում պետք է զանգեմ։ Ախ դու չես հասկանում։ Դու չգիտես թե ում պետք է զանգես, հա։ Ճիշտն ասած մենք Լևոն անունով աշխատող չունենք։ Գնահատում եմ հումորդ, բայց զանգի Լևոնին ասա թող գա մանկատուն ու Սարայի իրերը դուր թող տանի։ Տաթևը կտանի։ Ասացի զանգի Լևոնին թող գա Սարայի իրերը տանի։ Իմիջայլոց, հետո կուղեկցես ինձ մոտ։ Անպայման։ Սա Լևոնի համարն է, զանգի։ Չէ, ստեղից զանգի ու քո հեռախոսով։
Չի պատասխանում։ Նորից փորձի։ Զանգերը գնում են, չի վերցնում։ Ուր ես, Լևոն։ Լևոն, ուր ես։ Մամային գրեշերը հավաքել են, տեսեք ինչ կա օգնելու։ Ես ոնց որ շոկ է, հա։ Շոկ է։ Բայց դու մրսում ես։ Կարաս ինձ չնկատես։ Բայց ով է քեզ նկատում, որ գործ չի լինում անելու։ Գնա շորերս հավաքի։ Գնա ինքդ էլ հավաքի։ Դու թափել ես, դու էլ հավաքի։ Լսի դու արդեն ատում եմ քեզ։ Այդ արդեն ասել ես։ Զզվում եմ քեզանից։ Նույն բանն է։ Լսի դու գիտես ով ես։ Դու գիտես ով ես։ Ոչմ տես ինչ ես անում ու զանգի ինձ։ Լավ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Աչքս լուս, ես քեզ եկել։ Որ ասեմ կարոտել եք ես կհավատաս, եկել եմ խոսենք մի քիչ։ Ինչ մենք տուն չունենք, կգամ տուն կխոսենք, ստե պետք է խոսենք։ Տուն ունենք Աշոտ ջան, բայց երբ ամուսինս ամեն օր կես գիշերն անցա գալիս տուն, ու հեն էլ մունատը գալուց բացի ուրիշ ոչ մի բան չի անում, ես հարմար գտա որ կամ քեզ մոտ։ Եթե եկել ես փող ուզես, ասեն հույսդ կտրի։ Հələ անցյալ տարվա խաղողի փողերը գյուղացուն չենք տվել։ Անես որ փող չկա։ Լալայան ջան, կարող է առաջարկ ես նստեմ։ Նստի։ Հանգստացի հաստատ փող չեմ ուզում։ Այդ մեկը լավ պրծանք։ Եկել եմ Զինայի մասին մի քիչ խոսանք իրար հետ։ Զինային ինչ է եղել։ Այսօր գնացել է երեխուս տեսնելու։ Ու Ինչ ու սրտիցս արուն ա գնում։ Ամբողջ օրը փակվում ա սենյակի մեջ, ոչ մեկի հետ չի շփվում։ Ոսկորն կաշին ա մնացել, ոչ մի բան չի ուտում։ Ու Ես չգիտեմ։ Ես երեխուս չեմ ճանաչում։ Ես աղջիկ երեխա չեմ մեծացրել, որ այ էլի քո դաստիարակությունը, որ ասում եմ չես կարում դաստիարակես։ Ամենահարուստ մարդուն տուն հարս ենք ուղարկել։ Ճիշտ է, Ադամը քծիբոտ մուժիկա։ Հա, համաձայն եմ, բայց խո հարուստ է։ Ի՞նչն է պակաս։ Սոված է։ Չէ, տգլորա չէ, ծեծում են տունը, չէ, աստծուց կրակ ա ուզում։ Մենակ դրանով չի, չես հասկանում, երեխես դժբախտ ա։ Թե չէ մեկ բախտի մեջ ճպճպում ենք, քորանամ ես։ Արսենի փեսա ենք վիզ դրե։ Ուրախ, երկող, պարող, թող գնա հետը երկի պարի ուրախն էլ ինչ ա ուզում։ Չէ, ես ինչ-որ միտեղ սխալվել եմ։ Երեխես հետս կեն ա քշում։ Չեմ կարում փոխանակվեմ երկու բար խոսամ հետը, ես իմ երեխուն չեմ ճանաչում։ Կանցնի կգնա, ամիշ նորմալ կլինի։ Լսի Աշոտ, ուզում եմ երեխուն վերցնեմ, միտեղ գնանք, մի քիչ առանձնացնեմ, խոսեմ հետը, փորձեմ ինչ-որ բան փոխեմ, էլի։ Ուզում ես վերցրու տար։ Հա, ցավդ տանեմ, լավ կլինի, որ քաղաքից դուրս մի 2-3 օրով միտեղ գնանք։ Ախ, ես ասում եի, չէ, դու փորացավում ես։ Լսի, նախ աղջիկդ ամուսին ունի, ու գնա ամուսնուց հարցրա, եթե իրան տեղ ես ուզում տանես, հետի մեկ։ Իսկ որ ինձ լսես, ոչ մի տեղ էլ պետք չի տանել։
ինչքան դրանք իրար ծոց մնան, իրար կողքի լինեն, այդքան մեզ ավելի լավ։ Չգիտեմ։ Ինչ որ բախտ է, ինչ աղջկա։ Գնատուն կմրսես։ Մանրից հալվում ես։ Լավ ես։ Հաց։ Հա, Ալջան, այսօր գնում ես։ Հա, մի հատ դուրս եմ գալիս։ Ուր են աղջկա մոտ։ Այն աղջկա ումը Սարայը։ Հենց լավ եք նա ասում։ Ես խելոք այա։ Ինձ խելոք մարդ կա, ախպերս։ Եթե քո հետա, գիտես, գլխիս ուրա տեղ ունի։ Օ, արժ չկա։ Ինձ համար շատ տանկ մարդ է։ Դա քեզ բարի ժամանց ինչ ասան։ Չէ, ոնց որ սխալ հասկացար։ Ես իր հետ ոչ թե ժամանակ եմ անցկացնում, Մարսը, այլ։ Լավ։ Ձեզ բարի ժամանց։ Լավ է։ Լավ։ Բա դուր։ Ես հետենամ ձիրան ինչ անում։ Սենց որ գնաց մնալու ենք ստեղ, տեղափոխվենք էլի մանրից։ Լավ, գնա շարժի բոլորին իրար, որ դուրս գանք ստեղից։ Հա, դու եք տես ինչ ես անում բոլորին ասա թող հավաքվեն, թե չէ սենց որ գնաց մնալու ենք ստեղ։ Ու շոտ կգամ։ Պատկերացնում ես ժամը 1 զանգել է տալիս Լևոնին։ Տարօրինակ է։ Ու տարբեր համարներից։ Ու ոչ մի համարից չի վերցնում։ Նորից կատաղած դուրս գնաց։ Ինձ թվում է գնաց Լևոնի տուն։ Հետաքրքիր է։ Տեսնես ինչի չի պատասխանում։ Ինչ ես անում։ Մի զանգի, ես դրա հավեսը չունեմ։ Ես կխոսեմ։ Տարօրինակ է։ Շատ։ Ինչի ես այդպես նայում։ Նայում եմ քեզ ու եւս մեկ անգամ համոզվում, թե ինչքան գեղեցիկ ես։ Այս կես չեմ կարողանում կտրել քեզանից։ Ամաչեցնում ես ինձ։ Ամաչելու պատճառ չկա։ Այ օրինակ նայում եմ քեզ ու մտածում։ Ինչ ես մտածում։ Ինչ ափսոս, որ այսքան մարդ կա։ Ինչի։ Նենց կամպուրեք ես։ Խմենք։ Ուզում եմ, որ աչքերդ միշտ փայլեն։ Ուզում եմ, որ միշտ երջանիկ լինես։ Ու ուզում եմ, որ մյուս անգամ այսքան շատ մարդ չլինի։
Կարանք խոսանք։ Չէ, տղա ջան, այսօր տրամադրություն չունեմ, թող մնա վաղը։ Լավ, ես գնամ պարկեմ։ Պապ, վաղը ես ու մաման առավոտ գնալու ենք։ Հա, ես գիտեմ, մամատ ինձ ասել է։ Ես էլ լավ չեմ զգում, ես էլ գնամ պարկեմ։ Բարի գիշեր։ Բարի գիշեր։ Լավ, ես էլ գնամ իրերս հավաքեմ։ Մենք էլ գնանք քնելու։ Չէ։ Գնամ թեյ բերեմ։ Չեմ ուզում թեյ։ Բա ինչ ես ուզում։ Քեզ եմ ուզում։ Արման չէ։ Գնալիս ես չեմ կարող։ Ինչ եղավ։ Չէ, սրան հաստատ գելը կերել է։ Որ ուզում ես իմանաս, լավ էլ արել է։ Վայ, ինչ լավ է կախարդը գնաց։ Չգիտեմ դու ոնց, բայց ինքը եթե տարածքում է, ես արդեն լարված եմ։ Ինչ եղավ են աղջկա հարցը, որ Սարայի փոխարեն պիտի բերեր։ Հա, անընդհատ պետք է գա, բայց չի գալիս։ Իրանի Սարային հետ բերեր։ Բայց քեզ թվում է Սարան կգա։ Չէ, կարծում եմ։ Չնայած հիմա Սարան այն վիճակում է, որ տանիքա պետք իրան կարող է եւ։ Հա, հասկանում եմ հիմա ինչ դժվար է։ Իրանի հրաշք լիներ։ Բայց ինձ թվում է, եթե մարդ չգտնի, մեկը Սարային է բերելու, ուզած թե չուզած։ Ես ոչ չեմ կարող անընդհատ մնալ։ Վաղվանից սկսի ճնշել։ Դու էլ։ Լավ, գնացինք երեխեքի մոտ։ Արի։ Ինչ եղավ։ Գնալիս չեմ կարող։ Ինչու՞մն է խնդիրը։ Ուղղակի չեմ կարող։ Գնա պարկի քնի հանգստացի։ Բարի գիշեր։ Արման։ Խնդրում եմ ինձ ճիշտ հասկացի։ Հա, գիտեմ, մենք արդեն մի անգամ։ Մոռացի։ Ես ուզում եմ, որ մեր մեջ ամեն ինչ պարզ լինի։ Ես այդ օրը ահա որ խմած եմ։ Ոչ մի բան մի ասա։ Որ լավ, ոչ մի բան չխոսենք։ Ես կսպասեմ որքան որ պետք է։ Շնորհակալ եմ։
Բարի գիշեր։ Բարի գիշեր։ Արման չէ։ Գնալիս ես չեմ